Մենք ավարտեցինք մեր աշխատանքները եւ ուղևորվում ենք Գազակի բնակիչներ Սամվել Հովհաննիսյանի եւ Հրաչ Հակոբյանի բնակարան։ Նրանց նվիրելու մեր աշխատանքները եւ վերցնելու հարցազրույց։ Ես նկարել եմ մեր մրցույթի շրջանակներում Մարտիրոսյանի նկարի մոտիվներով։ Արդյոք հավանում եք նմանը։ Եթե այս նկարը խոսեր, ինչ կպատմեր ձեր մասին։ Անցյալը։ Իսկ ինչ որ հետաքրքիր դրվագ։ Դրվագն շատ կապ, չեմ կարող նշեմ ինչ ասեմ։ Շնորհակալություն։ Արդյոք գոհ եք, որ ձեր աղջիկները եւ թողնին հիմա աշխատում են այդ դպրոցում։ Շատ ուրախ եմ։ Մեր աշխատում եմ դպրոցում։ Հետևում եք կրթական համակարգի փոփոխություններին եւ դուք ինքներդ ինչ կփոխեիք։ Մասնագիտություն ուրիշ է, ես շատ եմ կարող ասել։ Դպրոցի փոփոխության բանը։ Ինչ մասնագիտություն ունեք։ Ես արհեստավոր մարդ եմ։ Իմ կորցքով անել է, հավասար է անել է։ Ինչով դասել եմ ձեզ երեխեք ջան։ Ոչնչով, շատ շնորհակալ եք։ Չէ, առանց մի շնորհակալ, հաշվեք ձեր տունը, նոնա ջան, ասանել։ Հարգելի ընկեր Հակոբյան, Մարտիրոսյանի երեքահասակ նկարի մոտիվներով ես նկարել եմ ձեր նկարը եւ ցանկանում եմ նվիրել ձեզ։ Այնալ 50 թվին իսրավիճակով 75 տարեկան ահագին պատկառել ծերունի եմ դարձել։ Երկար տարիներ զբաղվել եմ ասեմ մանկավարժություններ, գործի մեջ հետի մանկավարժություն, ավտոդասատու եմ աշխատել։ Սկզբից աշխատել եմ ավտոդպրոցում որպես ավտոդասատու։ Շատ ներողություն, դուք հիշում եք, ես ձեր աշակերտն եմ եղել, ինձ դասավանդել եք։ Ավտոդպրոցում։ Չէ, դպրոցում, ոչ թե ավտոդպրոցում։ Մեր դպրոցում։ Հա, ուրեմն սկզբից աշխատել եմ ավտոդպրոցում, դասավանդել եմ ավտոկառուցված, ճանապարհային երթևեկության կանոններ, անվտանգության հիմունքներ եւ ավտոմոբիլի տեխնիկական սպասարկում։ Միաժամանակ չեմ կտրվել արտադրության։ Ուրեմն 6 տարի աշխատել եմ ավտոդպրոցում, նրանից հետո տեղափոխվել եմ նորաձևի միջնակարգ դպրոցում, այն ժամանակ երկու դպրոց Պարապտումի ավտոգործի գործնական վարում եւ մի դեպքում աղջիկներին գործնական վարում սովորեցնում, այդ աղջիկ ունիք իսկի չեմ մոռանում Խաչատրյան Արմինի նորաձևի դպրոցի նստեցինք ռուլի վրա, ասեցի Արմինի ջան, աշպահա տեղ բանում եք, գործնական վարման տեղ ունիք, ես երեխեքը բանորով տարավ, մի անգամից մինչև ես հասցրեցի, որ ռուլը պես երեխեքը տարավ խպեց պարտին, ես տարավ նստավ գազ վացում ես, ընկավ բանի,
շարժիչի վրա դերնես դուքի ինքան վատ վիճակի մեջ լաճի բաղլավ եկան քաղաքին Հազիվ ես վատուզգած ժամետերը խրիտես հրվագներ եղել դպրոցում էլ շատ բանա պատահել Խոսեք պատկերացնում իդեալական դպրոցը, որ հիմա կուզեք աշխատել Չհասկացա իդեալական Դպրոցը իդեալական լինի, որ աշխատեք, կուզենաք աշխատել Դպրոցը իդեալական Իսուրա վիճակով որ ասեմ վատ դպրոց ունենք, վատը չէ, մեր դպրոցը կարող եմ ասել իդեալական դպրոց է, լավ մասնագետներով, լավ մանկավարժներով, վերջինակ տնօրենը, փոխտնօրենը, երևի եթե ամենատության մեջ տնենք մեր դպրոցը ուրիշ դպրոցների հետ, կարող եմ ասել մեր դպրոց ավելի փայլունակ, քան մնացած դպրոցները։ Իդեալական ասած հասկացողությունը հարաբերական է, իդեալականը որն է Ասենք մերապետ, այստեղ մանկավարժը, մեր ընկեր Կուտուզյան Մանուշն է, Կուտուզյան Մանուշը ծերն կողմեր փայլուն մասնագետ է։ Ամենակարևոր միտքը, որը հասկացել եք։ Կյանքում ամենակարևոր միտքը, որը հասկացել եք։ Միտքը, որ հասկացել ենք։ Կյանքում ամենակարևոր միտքն է, որ աշխատես մարդկության համար մարդ դառնաս։ Խափի փայությամբ չզբաղվես, իշխնակովեստով չզբաղվես, ինքդ քեզ չգովես, ես եմ, մարդը ինքը իր աշխատանքով իր նիստուկացով պետք է գնալի ժողովրդի կողմից, ոչ թե ինքնախաբեությամբ զբաղվես, թե չէ, որ նստես անընդհատ գովես դու քեզ, ես եմ, չի լինի Դուք աշխատանքով, մարդկային հատկություններով, վերաբերմունքով ժողովրդին ցույց տաս քո ինքնությունը։ Ինչով հետաքրքիր դեպք կպատմեք ձեր երիտասարդ տարիներից։ Որ միջավայրից։ Երիտասարդական տարիներից։ Երիտասարդական տարիներից ասենք երիտասարդ ժամանակ ես զբաղվել եմ լավ սպորտով։ Մինչև բանի Պարապերեմ հիմնականում ըմբշամարտով եմ զբաղվել։ Անում Կիրովականում, Լենինականում, Երևանում մասնակցել ենք շատ մրցումներին, ահագին դեպք բանել եմ, պատվոգրել եմ։